Բարև սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկրոսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է Իրավունքի Եվրոպա միավորում հասարակական կազմակերպության ավագ գլխավոր ավագ իրավաբան Տիգրան Եգորյանը, շնորհակալություն պարոն Եգորյան։ Շնորհակալություն։ Քաղաքացիական հասարակությունը իդեմս ձեզ նաեւ, հա, երբ որ քննարկում էր սկզբնական փուլում ընտրական օրենսգիրքը բավականին ակտիվ էիք եւ ակտիվորեն մասնակցում էիք այդ 4+4+4 ֆորմատում, հետո ինչ որ պահից ավելի հեռացաք այդ ֆորմատից կամ չգիտեմ, ավելի пассив էիք իմ տպավորությամբ։ Եթե այդպես է, ապա երբ դա տեղի ունեցավ եւ ինչու։ Դա տեղի ունեցավ հունիսի 17-ին, երբ քաղաքացիական սեգմենտը 4+4 ձևաչափով 4+4+4 պայմանական ձևաչափով մասնակցող ՀԿ-ների կողմից հայտարարվեց, որ այդ ձևաչափը տապալվեց, բանակցությունները, երկխոսությունը տապալվեցին, հնարավոր չեղավ արձանագրել կոնստրուկտիվ արդյունավետ քննարկում եւ արդյունքներ եւ այդ ձևաչափը այդ կետից ի վեր վերացավ։ Հետագայում արդեն քաղաքական կազմակերպությունները, իշխանական եւ ոչ իշխանական, ինչ որ նոր կոնցեպտ գտան կամ դրա շուրջ սկսեցին բանակցել, որին արդեն քաղաքացիական հասարակության մասնակցությունը ֆորմալ առումով չկար, բայց քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ մասնակցեցին ոչ ֆորմալ խորհրդատվական կարգավիճակով, խորհրդատուի կարգավիճակով եւ դրա արդյունքում արդեն ծնվեց այն փաստաթուղթը, որը վերածվեց քաղաքական համաձայնության եւ որը պետք է դառնար օրենք եւ դարձավ իհարկե մի քիչ այլ փոփոխությամբ, խմբագրությամբ, այս վերջերս։ Դուք ասացիք հայտարարվեց, որ տապալվել է։ Ում կողմից հայտարարվեց։ Քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչները, ովքեր մասնակցում էին 4+4+4 ձևաչափին, նաեւ դուք, հա։ Նաեւ մեր հասարակական կազմակերպությունը ֆորմատն այսպեսին էր, այն հասարակական կազմակերպությունները, ովքեր որոշել էին մասնակցել, ընտրել էին ներկայացուցիչներ 4 հոգի, որոնց դելեգացրել էին այդ բանակցություններին մասնակցելու։ Եվ այդ բանակցությունների ինչ որ մի կետում այդ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ՀԿ-ները որոշեցին, որ տապալվեց այն եւ հնարավոր չի հասնել կոնսենսուսի։ Մոտիվացիան այնուամենայնիվ ձեր եւ քաղաքական անկախ իրենց կողմնորոշման քաղաքական ուժերի տարբեր է, հա, նրանք ուզում են ընտրվեն, իսկ դուք ուզում եք որ լինեն ուրեմն արդար ընտրություններ։ Հիմա այնուամենայնիվ այդ փաստաթուղթը, հա, որը ընդունվեց, շարունակում է մեզ հետաքրել որպես քաղաքացիների եւ որպես մասնագետի։ Վերջնական այն տարբերակը, որը ընդունվեց։ Եթե մի կողմ դնենք այդ պատիժը եւ այլն, որը հետո մցվեց, այսպես ասած։ Եթե այդ ամենը մի կողմ դնենք, այդ վերջնական տարբերակը, ինչպես եք դուք գնահատում, ինչ բացեր եք տեսնում։ Վերջնական տարբերակը, եթե այս պահին չքննարկենք այն նոր հանցակազմի ավելացումը, որը այսպես ավելի ռեպրեսիվ նպատակներ է հետապնդում, եւ չքննարկենք եւս մի կարևոր դրույթ քվեարկության ընթացքում ընտրողների ցուցակները վերահսկելու եւ համապատասխան նշումներ կատարելու սահմանափակումը, այդ երկուսը եթե չքննարկենք, ապա այս փաստաթուղթը տալիս է հնարավորություն տարիներ շարունակ ներկայացված թե հանրային թե քաղաքական պահանջի իրագործում, խոսքը գնում է ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակմանը, ընդ որում հրապարակման շատ կարևոր ֆորմատով ձևաչափին, այն հրապարակվելու է սկանավորված, հրապարակվելու է պաշտոնապես եւ ունենալու է բոլոր այն անհրաժեշտ դաշտերի տվյալները, որոնք որ թույլ կտան հնարավորինս լայն հանրային շերտերի ներգրավմամբ վերահսկել այլ անձանց փոխարեն քվեարկություն կոչվող ընտրակեղծիք։ Դա պոզիտիվ փոփոխություն է։ Միանշանակ։ Երկրորդ,
շատ կարևոր մի բան, պետությունը պարտավորություն ստանձնեց այս փոփոխությամբ բոլոր բացահայտումների կապակցությամբ կամ բոլոր կասկածելի դեպքերի կապակցությամբ, երբ մարդ օրինակ ունի տեղեկություն, որ իր հարևանը բացակայում է հանրապետությունից, բայց հրապարակված ցուցակում տեսել է նրա անվան դիմաց ստորագրություն եւ այդ մասին ահազանգում է, պետությունը վերցրեց, ստանձնեց պարտավորություն այդ դեպքերը ստուգելու սահմանային ծառայության միջոցով, համակարգով եւ տրամադրելու տեղեկանք այդ անձի կողմից սահմանը դեպի դուրս կամ դեպի ներս հատելու վերաբերյալ եւ ըստ այդմ հնարավոր կլինի նաեւ հասկանալ թե որոնք են այլ անձի փոխարեն կատարվող քվեարկությունները, որոնք ոչ սա եւս կարևոր գործիք, մյուս կարևոր գործիքը, որը ոչ պակաս կանխարգելիչ ազդեցություն ունի, ընդ որում ես ուզում եմ շեշտադրել, որ այս գործիքները, որոնց մասին ես խոսում եմ, իրենք ունեն նաև կանխարգելիչ ազդեցություն։ Ես ուզում եմ ցրել այն թյուր կարծիքը, որ սրանք կանխարգելիչ գործիքներ չեն։ Սրանք հենց կանխարգելիչ գործիքներ են, որովհետև այն կեղծարարները, որոնց երաշխավորն ու հույսը նրանց կեղծիքները չբացահայտելու ցուցակների գաղտնիությունն էր, այլևս զրկվում են այդ երաշխիքից եւ սա հսկայական կանխարգելիչ ազդեցություն է ունենալու։ Եվ երրորդ գործիքը քրեական պատասխանատվության խստացումներ, պատիժների տուգանքների տեսքով պատիժների փոխարինումը ազատազրկման տեսքով պատիժներով, այդ պատիժների համար սահմանված ժամկետների երկարացումը, ինչպես նաև պետական պաշտոններ, ինչպես նաև համայնքային պաշտոններ, կառավարման մարմիններում պաշտոններ եւ դիտորդ վստահված անձ եւ ընտրական հանձնաժողովների անդամներ լինելու իրավունքների սահմանափակումը որպես լրացուցիչ պատիժ։ Սրանք եւս շատ մեծ պրևենտիվ գործիքներ են ընտրական դաշտում կեղծիքները եւ խախտումները նվազեցնելու եւ կանխարգելելու համար։ Դուք չնշեցիք նկարահանումը, դա չեք կարևորում։ Նկարահանումը եւս շատ կարևոր պրևենտիվ գործիք է, ուղղակի այն սուբսիդիար է, այսինքն դա այն միջոցն է, որը հովելու է ապացույցների եւ փաստերի հավաքագրումը այդ քրեական պատասխանատվությունը մեկնարկելու համար եւ բնականաբար դրանք միասին վերցրած շատ զորեղ կանխարգելիչ ուժ ունեն։ Իհարկե, տեսանկարահանումը եւս շատ կարեւոր է եւ տարիներ շարունակ տարբեր հասարակական սեկտորի ներկայացուցիչների կողմից ներկայացված պահանջ։ Հիմա եկեք դիտարկենք այն երկու կետը, որը մենք մի կողմ ենք դրել, հա, այսինքն ես, հա, որպես 95 թվականից լուսաբանող, ուրեմն լրագրող, բնականաբար ստանում եմ ահազանգեր քվեարկության ժամանակ այս կամ այն ահազանգը։ Հիմա այդ ահազանգը հնչեցնողը կամ ես, որը այդ ահազանգը հրապարակում եմ, պետք է հետապնդվեմ, թեկուզ 200 դրամ տուգանքով, թե չպիտի հետապնդվեմ։ Այստեղ շատ կարևոր է տարանջատել դա, մի քիչ խրթին իրավական իրավիճակ է, որը ես պետք է փորձեմ պարզաբանել, որովհետև շատ է սխալ ընկալում այս կապակցությամբ։ Ձեր ասած դեպքի հետ այս քրեական օրենսգրքում փոփոխությունը ոչ մի կապ չունի։ Բացարձակ, ընդհանրապես այդ դեպքերի վերաբերյալ գործում է այն օրենսգիրքը, որին դուք միշտ ծանոթ եք եղել։ Այս փոփոխությունը կատարվող հրապարակումներին, ներկայացվող տեղեկություններին, իրավապահ մարմիններին ներկայացվող տեղեկություններին որևէ կերպ չի առնչվում։ Այս փոփոխությունը առնչվում է բացառապես եւ միայն ընտրական հանձնաժողով, կլինի դա ընտրատարածքային կամ կենտրոնական ընտրական հանձնաժողով, այլ անձի վերաբերյալ
քվեարկություն կատարելու մասին հայտարարությանը։ Եթե դուք այս հայտարարությունը ներկայացնեք իրավապահ մարմիններ, կրկին, այս նոր կարգավորումը ձեզ չի վերաբերում։ Դուք գործում եք սուտ մատնության, այսպես ասած, պատասխանատվության ու հաուսարսափի տակ, որը ինչպես նախկինում էր, այնպես էլ հիմա։ Այսինքն, այստեղ դուք երաշխավորված եք։ Այս գործը միայն դիտավորությամբ պետք է կատարվի։ Նոր դաշտը վերաբերում է, ես ասի, միայն հայտարարություններին։ Ինչ են այդ հայտարարություններն իրենցից ներկայացնում։ Այդ տրամաբանությունը այս մեխանիզմի հետևյալն է։ Կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը կամ վստահված անձը կամ հանձնաժողովի անդամը ազատ է ձեռք բերելու տեղեկություններ այն մասին, որ A, B եւ G քաղաքացիները օրինակ բացակայում են հանրապետությունից եւ հետագայում այդ տեղեկությունները ստուգելու հրապարակված ցուցակներում նրանց դիմաց դրված ստորագրությունների առկայությամբ։ Եվ երբ բացահայտում է, որ իր տեղեկություններով հանրապետությունից բացակայող անձի փոխարեն քվեարկություն է կատարվել, նա իրավունք ունի այդ մասին գրավոր հայտարարության տեսքով այդ տեղեկությունը արձանագրելու եւ փոխանցելու այն անձին, ով իրավասու է դիմելու վարչական մարմնին, ընտրական հանձնաժողովին։ Այսինքն դիտորդի կամ հանձնաժողովի անդամը։ Այս դեպքում դիտորդը սուբյեկտ չի, էլի կրկին օրենքով սահմանված չի այդ սուբյեկտը, բայց դա կլինի վստահված անձ, հանձնաժողովի անդամ, ստորադաս հանձնաժողովի անդամ կամ այլ հանձնաժողովի անդամ, կուսակցություն, կուսակցության ներկայացուցիչ կամ կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ կամ դաշինք։ Այս հայտարարությունների հիման վրա, ենթադրենք այդպիսի հարյուրավոր հայտարարություններ հավաքվեցին, այս հայտարարությունների հիման վրա վարչական մարմնին դիմելու իրավասություն ունեցող անձը կազմում է դիմում, կցում է այդ դիմումին այս հայտարարությունները եւ ներկայացնում է վարչական մարմնին։ Վարչական մարմինը սկսում է իրականացնել ստուգում, ըստ հայտարարված, ասենք, անուն ազգանունների եւ հայրանունների։ Եվ ստուգում է, ներգրավում է ազգային անվտանգության ծառայության այդ ստուգումը, որը պետք է սահմանային ծառայության միջոցով ստուգի, արդյոք օրինակ, ասենք, Պետրոսյան Կարենը հանրապետությունում գտնվել է քվեարկության օրվա դրությամբ քվեարկություն սկսելու պահից, թե ոչ։ Եթե պարզվում է, որ ոչ, բայց քվեարկություն է կատարված նրա փոխարեն, համարում է այլ անձի փոխարեն քվեարկություն։ Հիմա այս քվեականացումը վերաբերում է այս հայտարարություններին։ Իմաստը կառավարության ներկայացուցիչը բացատրում էր հետևյալ կերպ, որ նրանց անհրաժեշտ է երաշխիք այդպիսի հզոր եւ պատասխանատու գործիք այդ ստուգումների համար հատկացնելու դիմաց, որ որևէ մեկը չի ներկայացնի, ասենք, միլիոնավոր հայտարարություններ միլիոնավոր անձանց մասին եւ անհնարին չի դարձնի դրանով իսկ այդ համակարգի գործարկումը։ Այդ տրամաբանությունը ընդունում եք դուք։ Ասեմ հետևյալը, մեզ համար այդ տրամաբանությունը ընդունելի չի մի քանի պատճառով, որովհետեւ նախ ամեն դեպքում պետությունը կրում է դրական պարտավորություն ընտրական իրավունքի ապահովման համար, իսկ ընտրական իրավունքը միայն ֆիզիկապես քվեարկությունը չէ։ Իմ ընտրական իրավունքը թե пассив, թե ակտիվ, նաև ունի այլ բաղադրիչ, ունի բաղադրիչ բոլոր քվեների եւ բոլոր արդյունքների արդարացի հաշվարկի եւ դրանց կապակցությամբ բողոքների արդյունավետ քննության։ Եվ երբ պետությունը որևէ կետում թեկուս անհնարինությամբ պայմանավորված հրաժարվում է իմ իրավունքների ապահովումն իրականացնել, բայց հրաժարվելով մեկտեղ հիմք է ընդունում չստուգված արդյունքները, բայց բողոքարկված կամ վիճարկվող, առաջանում է կոնֆլիկտ իրավական պետության եւ ժողովրդի իշխանության յուրացման տեսանկյունից։ Ես կարող եմ մոլորվել, ես կարող եմ բարեխիղճ մոլորության մեջ լինել այն փաստի վերաբերյալ, որ այս մարդը հանրապետությունում է, թե հանրապետությունում չէ։ Եկանք հենց ամենակարևոր հարցին։ Ընդունելով կամ չընդունելով այս արգումենտը, այսինքն այդ երաշխիքի, հա, իրավական բողոքների տարածքը սահմանափակելու, կա մի կարևոր հարց։ Այդ արարքը սուտ հայտարարություն տալու կարող է կատարվել բացառապես դիտավորությամբ։
Այսինքն մարդը չի կարող սուտ խոսել առանց դիտավորության, առանց գիտակցելու, որ իր հայտնած տեղեկատվությունը սուտ է։ Դա արդեն սուտ խոսել չի կարող համարվել, դա կարող է համարվել սխալ խոսել, կարող է համարվել իրականությանը չհամապատասխանող խոսք, բայց չի կարող համարվել սուտ խոսք։ Հիմա բնականաբար դուք կարող եք ներկայացնել օրինակ ապահի դրությամբ ձեր կողմից բարեխղճորեն ձեռք բերված տեղեկատվություն, որը միգուցե B պահին չի համապատասխանում իրականությանը։ Եվ դուք չեք կարող ենթարկվել հետապնդման ու պատասխանատվության այն պարզ պատճառով, որ ձեր վրա օրենքով դրված չի որևէ պարտականություն եւ պարտավորություն յուրաքանչյուր ժամանակային պահի ստուգելու այն տեղեկատվությունը, որը դուք ստացել եք։ Այսպիսի պարտավորություն օրենքով սահմանված չլինելու դեպքում դուք ազատ եք ցանկացած միջոցով ստանալու տեղեկատվություն եւ այն գործածելու։ Եվ ձեր վրա ըստ սահմանադրության չի կարող դրվել լրացուցիչ պարտականություն, եթե դա սահմանված չի օրենքով։ Հիմա իրավական որոշակիության սկզբունքը մեզ թելադրում է, որ ձեր համար պատասխանատվության ենթարկելու հնարավոր ռիսկի կապակցությամբ պայմանները, բաղադրիչները պետք է լինեն այն աստիճան որոշակի, որ ձեզ տան ողջամիտ հնարավորություն կարգավորելու ձեր վարքագիծը, որպեսզի ձեզ համար հստակ հասկանալի լինի, թե որ վարքագիծը կարող է առաջացնել պատասխանատվություն, որը ոչ։ Այս կարգավորումը, երբ քրեականացվում է նաև անփութությամբ, անզգուշությամբ, առանց դիտավորության սուտ հայտարարություն տալը, ինչն ինքնին նոնսենս է, բայց երբ այս անփութությունն է նախատեսվում որպես քրեական պատասխանատվության հիմք, այն օրենքը դարձնում է այն աստիճան անորոշ, որ որևէ մեկը հնարավորություն չունի կանխատեսելու եւ կանոնակարգելու իր վարքագիծն այնպես, որ զերծ մնա քրեական պատասխանատվությունից։ Դիտավորության բառը գրված է, թե գրված չէ։ Երկու մասի է բաժանված հոդվածը։ Առաջին մասով սահմանվում է պատասխանատվություն դիտավորությամբ արարքը կատարելու համար, երկրորդ մասով սահմանվում է պատասխանատվություն անփութությամբ նույն արարքը կատարելու համար։ Ինչը շատ կարևոր է նաև նշեմ, որ քաղաքական համաձայնագրի տեքստից դուրս է, քաղաքական համաձայնություն անփութության վերաբերյալ ձեռք չի բերվել։ Այն բացակայում է այդ տեքստից, հա, վերջին պահին կառավարության կողմից ներմուծված նորարարություն է, որի միակ նպատակը այդ ահ ու սարսափի մթնոլորտը ստեղծելն է, որը կարծես ինչ որ մեկնարկել է, բայց իրավական առումով այն իրագործելի չէ եւ այն հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության սկզբունքին։ Եվ օր առաջ պետք է ազգային ժողովի այն մտահոգ падգամավորները, ովքեր շարժվում են ժողովրդավարական պետություն եւ իրավական պետություն ստեղծելու մղումներով, հավաքեն 1/5 ստորագրություններ, ազգային ժողովի 1/5 չափով եւ դիմեն սահմանադրական դատարան այս հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու հարցով։ Դուք կարող եք գնահատել chilling effect-ը, որը դուք ասում եք, ընտրությունների ժամանակ դա կազդի շատ ուժեղ, հա։ Հաշվի առնելով այն խոճապը, որը այս մի քանի օր է արդեն տարածվում է, ինձ թվում է, որ դրա սառեցնող ազդեցությունը չափազանց մեծ կլինի։ Բայց ես ուզում եմ անպայմանորեն կոչ անել բոլորին, որ որևէ կերպ չտարածվի եւ ազդի այս կարգավորումը մարդկանց վրա, այն պոտենցիալ սուբյեկտների վրա, ովքեր կարող են դառնալ հայտարարատուներ կամ հաղորդումներ ներկայացնողներ, քանի որ այս հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելը անձանց կհակասի իրավական որոշակիության սկզբունքին, հետևաբար սահմանադրությանը եւ մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիային։ Եվ ասեմ, իմ կարծիքով այն անձիկ, ովքեր ներմուծել են այս նորարարությունը, քաջ գիտակցում են դա։ Հիմնական նպատակը այդ վախի մթնոլորտը ստեղծելն է,
նրանք եւս գիտեն, որ այդ հոդվածով հնարավոր չի լինելու որևէ մեկին ենթարկել պատասխանատվության։ Իսկ դուք դատարանում կպաշտպանեք հեշտությամբ ցանկացած մարդու, որը ենթադրենք կդատվի այդ հոդվածով։ Արգումենտները չափազանց հեշտությամբ կներկայացնենք, իրավական որոշակիության սկզբունքին հակասելու առումով չափազանց հեշտ կներկայացնենք եւ մնում է, որ դատարանը կայացնի արդար դատական ակտ, բայց կարծում եմ, որ նույնիսկ հակառակ դեպքում եվրոպական դատարանը շատ արագ ամեն ինչ իր տեղը կդնի։ Մի հարց, որը չգիտեմ հստակեցվեց թե չէ, դիտորդներին կամ լրագրողներին դուրս անելու, այսպես ասած, տեղամասից դուրս անելու իրավունքը դա պահպանվել է եւ որ չափով է պահպանվել։ Այո, այն ամբողջությամբ պահպանվել է եւ դա երկրորդ պատճառն է, որի համար ես կարծում եմ բոլոր այն ազգային ժողովի падգամավորները, ովքեր իրենց համարում են ժողովրդավարության եւ իրավական պետության ծառա, պարտավոր են կրկին 1/5 ստորագրություններով դիմել այս հոդվածները սահմանադրությանը հակասող ճանաչելու համար։ Ինչու է դա։ Այո, դրանք հակասում են խոսքի ազատության եւ կարծիքի ազատության իրավունքին, դրանք սահմանափակումներ են, որոնք չեն հետապնդում իրավաչափ նպատակ եւ որոնք անհրաժեշտ չեն ժողովրդավարական հասարակությունում։ Հետևաբար դրանք հակասում են հենց այդ մասով սահմանադրությանը եւ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին, քանի որ յուրաքանչյուր ոք պետք է ազատ լինի փնտրելու եւ ստանալու տեղեկատվություն եւ այդ առումով օրինակ ոչ զանգվածային լրատվության միջոցը ոչ հասարակական կազմակերպությունը չի կարող սահմանափակված լինել իր հանրային հսկիչի գործառույթներն իրականացնելիս իր գործունեության ժամանակահատվածով, սա մեկ։ Երկրորդը, զանգվածային լրատվության միջոցը չի կարող սահմանափակված լինի սահմանափակ թվով ներկայացուցիչներ ունենալու սահմանափակմամբ։ Նա կարող է ունենալ այնքան ներկայացուցիչ, որքան որ կամենա։ Եվ վերջապես երրորդ, հանրային հսկիչների ներկայությունը հանրային կարևորության առումով անգերագնահատելի իրադարձությանը չի կարող սահմանափակվել այնպիսի լայն հայեցողությամբ, որն այսօր նախատեսված է ընտրական օրենսգրքով այդ հսկիչներին ընտրական տեղամասից դուրս հանելու համար։ Դուք կարող եք պատկերացնել այսպիսի վիճակ, որ տեղամասում հանձնաժողովի, տեղամասային հանձնաժողովի նախագահը չցանկանալով, որ իմ լրագրողը ներկա լինի, նա կարող է ասել, ես այս պատճառներով քեզ դուրս եմ անում։ Այո, ես ոչ միայն կարող եմ պատկերացնել, ես կարող եմ պրակտիկ օրինակներ բերել, երբ այնքան մեծ է այդ հավանականությունը, որով ապացուցում եմ, թե ինչքան մեծ է այդ հավանականությունը, թիմ ընտրությունների ժամանակ սեպտեմբերի 18-ի եւ հոկտեմբերի 2-ի որոշ հանձնաժողովներ երևի սխալ տրեյնինգներ ստանալու հետևանքով դիտորդների եւ ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչների արդեն իսկ փորձում էին 2/3-ով դուրս հանել, հավաստիացնելով, որ այդ օրենքն արդեն գործում է։ Այդ գայթակղությունն այնքան մեծ է, որ այն չափազանց մեծ ազդեցություն է իմ կարծիքով ունենալու եւ հաշվի առնելով հանձնաժողովների մասնագիտական որակները, այսինքն դրանք բացասական իմաստով եմ ես օգտագործում, ըստ էության դրանց բացակայությունը ես կասեի։ Ես կարծում եմ, որ դա ուղղակի անցանկալի հսկիչների նկատմամբ հաշվեհարդարի եւ ընտրությունների թափանցիկության եւ վերահսկելիության նկատմամբ սահմանափակման ուղղակի անզսպելի ռեսուրս է լինելու ընտրակեղծարարների համար։ Քանի որ մոտենում են արդեն ըստ էության ընտրությունները, ես խնդրում եմ խորհրդատվություն տվեք, Հիմա որոշվում է 2/3-ով դուրս հանել իմ լրագրողին, հա, իմ լրագրողը ինձ զանգում է, ասում է ինձ որոշել են դուրս հանել։ Ինչ եմ ես անում, այսինքն ինչ արգումենտներ են նրանք բերում, որ դուրս են անում եւ ինչպես եմ ես դրան հակազդում։
Ցավոք սրտի իրավակիրառ պրակտիկայում դուք ըստ էության չեք ունենա որևէ իրական հնարավորություն այդ օրը ապահովելու ձեր լրագրողի վերադարձը այդ տեղամաս, որովհետև իրավական ընթացակարգերը, որոնցով որ դուք պետք է վիճարկեք այդ որոշումը, այդպիսի հնարավորությունը չեն ապահովում ձեր։ Հնարավոր է այդ որոշումը օրինակ դուք հաղթահարեք, բայց քվեարկությունն արդեն ավարտված կլինի։ Ինչ արգումենտներ են նրանք բերելում, ըստ օրենքի կարող են բերել դուրս անելու համար։ Հայցողությունը չափազանց լայն է։ Ուրեմն ես այսօրվա գործող օրենսգրքով ասեմ, թե հիմնական մեխը որն է, հա, հանձնաժողովի աշխատանքների միջամտություն։ Հանձնաժողովների աշխատանքների միջամտությունը ըստ տարբեր մեկնաբանությունների կարող է լինել ընդամենը բանավոր խոսքի միջոցով միջամտություն, հիմնականում այս տեսակետը հարում են հանձնաժողովի անդամները, ընդ որում բոլոր 3 եւ տեղամասային, եւ ընտրատարածքային, եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովն է կարծես այդ մեկնաբանությունը տարածում։ Մյուս տեսակետն այն է, որ այդ միջամտությունը կարող է համարվել օրենքի իմաստով միջամտություն եւ գործունեությանը խոչընդոտում, եթե այն անհնարին է դարձնում որևէ process-ի, որևէ հանձնաժողովի պարտավորության, պարտականության եւ լիազորության իրականացում։ Այսինքն սա նշանակում է, որ բոլոր դեպքերում ցանկացած բանավոր վերբալ գործիքների օգտագործմամբ հնարավոր չէ միջամտել եւ խոչընդոտել հանձնաժողովի գործունեությանը։ Եվ այս դեպքում, եթե հանձնաժողովը որոշեց, ենթադրենք, որ այդ միջամտությունը բավարար է հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտող համարվելու համար, ձեզ կարող են քվեարկել եւ հեռացնել, բայց արդյունքում պարզվի, որ իրականում ձեր գործողությունները, ենթադրենք, բանավոր դիտողությունները կամ առաջարկությունները կամ օրինակ խախտումների վերաբերյալ բարձրաձայնումները չեն համարվում եւ չեն հանդիսանում միջամտություն կամ հանձնաժողովի աշխատանքների խոչընդոտում։ Իսկ եթե ձայն չի հանում, վերբալ ոչ մի միջամտություն չկա, պարզապես կամերայով մոտենում է եւ նկարում է որևէ փաստաթուղթ կամ չգիտեմ որևէ գործողություն, դա կարող է միջամտություն համարվել։ Ոչ, դա չի կարող համարվել միջամտություն, բայց ամբողջ խնդիրը հենց այն է, որ հանձնաժողովը այնպիսի լայն հայեցողությամբ, այնպիսի լայն մեկնաբանությամբ կարող է դա ընդգրկել միջամտության եւ խոչընդոտի տակ, որը կհասցնի չափազանց մեծ վնաս եւ կունենա մեծ հետևանք հանրային հսկիչների իրավունքների առումով։ Դա չի կարող լինել միջամտություն, չի կարող համարվել։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ իմանալով պատկերը տեղամասային հանձնաժողովների մասնագիտական եւ նաեւ որոշ խմբային շահերին ծառայելու առումով, հա, հակվածության առումով, շատ հեշտ է կանխատեսել, որ դա կարող է կամայական մեկնաբանությամբ կիրառվել հենց ոչ հաճելի, այսպես ասեմ, ոչ ցանկալի լրատվամիջոցի նկատմամբ։ Հիմա այսպես հասկացա, որ կան եւ լավ եւ վատ բաներ ընտրական օրենսգրքում, բայց փորձը ցույց է տալիս նաեւ ձեր նշած վերջին ընտրությունները, որ ընտրակաշարքի բաժանման վերաբերյալ որևէ բան չկա ընտրական օրենսգրքում եւ ընդհանրապես այդ process-ը որևէ ձևով չի վերահսկում։ Դուք կանխատեսում եք, որ ապրիլի 2-ին ընտրակաշարք է բաժանվելու։ Այո, իհարկե։ Եվ բնականաբար կանխատեսում ենք, որ այդ ուղղությամբ եւս ոչինչ չի ձեռնարկվելու, բայց փորձը մի կողմից ցույց է տալիս այն, ինչ դուք ասացիք, մյուս կողմից ցույց է տալիս, որ ժամանակն է այդ ուղղությամբ գործողություններ ձեռնարկել։ Եվ քանի դեռ հանրային լայն պահանջարկ եւ ապացույցների ձեռքբերման ուղղությամբ ցավոք սրտի այն ինչ պետք է անի պետությունը մենք չսկսենք ձեռնարկել եւ չսկսենք այդ աղակող փաստերի անհերքելի փաստերի տարափով ստիպել, պահանջել, պարտադրել իրավապահ մարմիններին բացահայտել կատարված հանցագործությունը, սա այլը տեղից չի շարժվի։ Ես չեմ կարծում, որ որևէ երկրում, այսինքն համոզված եմ,
թեկուզ որևէ այսօրվա կայացած ժողովրդավարական երկիր համարվող երկրում ընդհանրապես օրենքում համապատասխան դրույթներ ներառելով է ժողովրդավարությունը նվաճվել կամ իրավունքը նվաճվել եւ հետեւաբար պետք է պայքարել այդ իրավունքի նվաճման համար պետք է այո ցավոք սրտի կատարել ավելի մեծ ծավալի աշխատանք պետք է փաստերի անհերքելի փաստերի ճնշման տակ պարտադրել դրանց ընդունում եւ համապատասխան պատասխանատվության կիրառում երբ մարդիկ ավտոբուսներով գազելներով բերվում են տեղամաս դա կրիմինալ է ինքնին թե չէ դա կարող է եւ ամենայն հավանականությամբ պետք է քննարկվի քվեարկության նկատմամբ հսկողություն եզրի ներքո, քանի որ մեծ է հավանականությունը, որ մեկ անձի կողմից կամ մեկ կազմակերպության կողմից բերված ավտոբուսները, ավտոբուսներում գտնվող ընտրողները ենթադրաբար պետք է քվեարկեն այդ կազմակերպության համար։ Եվ հետևաբար կա նաև որոշակի ռիսկ եւ հավանականություն, որ նրանց բերելը կամ բերման ընթացքում կատարված գործողությունները կամ տրված խոստումները հենց այդ արդյունքն ապահովելուն են միտված։ Իսկ սա արդեն իր մեջ կարող է պարունակել եւ կաշառքի հանցակազմ, եւ ուղղորդման գործողություն եւ քվեարկության նկատմամբ վերահսկողության հանցակազմ եւ հետեւաբար բոլոր այս դեպքերը պետք է արդյունավետ քննության ենթարկվեն եւ պետք է պարզվի բոլոր հանգամանքները եւ եթե պարզվում է ապա պետք է համապատասխան հաշվարկներ իրականացվեն թե ասենք քանի ավտոբուս է բերվել մոտավորապես քանի ընտրող է բերվել եւ մոտավորապես ինչպիսի ազդեցություն այն կարող է ունենալ տվյալ տեղամասում, ինչպես նաեւ, ասենք, ընդհանուր ընտրությունների վրա եւ սա պետք է անի վարչական մարմինը, այնուհետեւ պետք է նաեւ փոխանցի գործը իրավապահ մարմիններին։ Դուք նախորդ մեր հանդիպման ժամանակ ասացիք, որ շուտ փչացող ապրանք է, հա, ընտրությունները տևում են ընդամենը 10 ժամ, հա, ընդհանրենք, ժամը 8-ից մինչև ժամը 6-ը։ Այս ընթացքում, ինչպես արդեն ասացիք, ես չեմ կարող վերականգնել իմ լրագրողի իրավունքները մտնել տեղամաս։ Այս ընթացքում շատ դժվար կլինի պարզել, այս ով է ավտոբուսով բերել, ինչի համար է բերել եւ այլն, եւ շատ այլ բաներ 10 ժամվա ընթացքում հնարավոր չի պարզել։ Երբ որ ընտրությունները ավարտվում են եւ սկսում են արդեն հաշվարկը եւ սկսվում են արդեն հայտարարությունները, թե ով է հաղթել, ով է պարտվել, դրանից հետո ինչպես փորձը ցույց է տալիս, շատ դժվար է արդարությունը վերականգնել։ Համաձայն եք թե չէ։ Ոչ, մի քանի ֆունդամենտալ խնդիրներ կան։ Տեսեք, քվեարկությունը եւ ընտրությունը պետք է մենք տարանջատենք միմյանցից։ Քվեարկությունը տևում է 12 ժամ 8-ից 8-ը։ Ընտրություններն ավարտվում են, երբ ավարտվում է այդ քվեարկության արդյունքների կապակցությամբ վերջնական ամփոփման արդյունքների վերաբերյալ դատական վեճ հարուցելու եւ դատական ակտը կայացնելու process-ը։ Այդ ժամանակ նոր ավարտվում են ընտրությունները։ Օրինակ, 16 թվականի հոկտեմբերի 2-ի Գյումրու ավականու ընտրությունները դեռ ավարտված չեն, որովհետև վերջնական դատական ակտը կհրապարակվի կես ժամից։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Հետևաբար քվեարկության ընթացքը պետք է դիտարկել որպես փաստերի հավաքագրման գործընթաց եւ այդ գործընթացը անել ճիշտ սիստեմիկ եւ համապարփակ, որպիսի դրան հաջորդող ժամանակահատվածում այդ խախտումների վերաբերյալ փաստերը քննարկվեն, ներկայացվեն համապատասխան մարմիններ, խոսքը գնում է այդ շուտ փչացող ապրանքը ժամանակին վերականգնելու լիազորություն ունեցող մարմինների մասին, դրանք ընտրական հանձնաժողովներն են, եւ պահանջել արդյունավետ քննություն, վարչական ընթացակարգերի միջոցով, քրեականը ընդհանրապես պետք չի խառնել ստեղ։ Քրեական բլոկը գալու է շատ ավելի ուշ,
որը մեզ համար այս պահին ընդհանրապես էական չէ։ Մեզ համար էական է, որպեսզի բոլոր այն խախտումները, որոնք ընտրական օրենսգրքի խախտումներ են, կարող է նաև քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, այս պահին քննվեն եւ գնահատվի դրանց ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա։ Այդ ազդեցությունից հետո նոր արդեն կարելի է անցնել քրեական բլոկին։ Բայց երբ որ մենք բոլոր ուժերը, բոլոր հասարակական կազմակերպությունները, բոլոր քաղաքական կազմակերպությունները, բոլոր հանձնաժողովի անդամները իրենց ուժերը նետեն այդ ապացույցների ճիշտ եւ ամբողջական ձեռքբերման գործունեությանը, ընտրությունների նկատմամբ հսկողությունը ու ընտրությունների արդյունքների վրա դրանց ընթացքում տեղի ունեցած խախտումների ազդեցությունը հնարավոր կլինի իրավական առումով արձանագրել եւ պաշտպանել, վերջապես պաշտպանել Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքը։ Հասկանալի։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն էր Իրավունքի Եվրոպա միավորում հասարակական կազմակերպության գլխավոր իրավաբան Տիգրան Եգորյանը։ Մենք կհանդիպենք երկուշաբթի օրը, ցտեսություն։